Պորսո հայոց պատիրարքական փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանը իր անբարո, անպարկեշտ եւ իմ գնահատմամբ ուրեմն դավաճանական նամակը հղեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին ըստ էության ներողություն խնդրելով Բունդեստագում հունիսի 2-ի հայոց ցեղասպանության ընդունման համար այդ պահից սկսած ինձ հետ ամենօրյա կապի մեջ են եղել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Թուրքիայում հայկական լրատվամիջոցների լրագրողներ եւ երեք ես նաեւ պաշտոնական նամակ ստացա Թուրքիայի հայ Ես վարման կարգով նամակից որոշակի հատվածներ ընթերցեցի, իրենց խնդիրը մեկն է՝ թույլ չտալ Աթեշյանի ոտքը կպնի հայկական հողին եւ թույլ չտալ, որ Աթեշյանը մասնակցի թե ընդհանուր եկեղեցական ժողովին եւ թե նաեւ իր ներկայությամբ պղծի Հռոմի Պապի պատարագը եւ ասեմ նաեւ, որ իհարկե մենք որպես падգամավոր կամ քաղաքացի իրավունք չունենք միջամտելու հայ առաքելական եկեղեցու գործերին, բայց ինձ համար հասկանալի չեն առաքելական եկեղեցու այն հոգևորականների պնդումները, որ ասում են, որ ամենայն հայոց կաթողիկոսը Աթեշյանին կարգալույծ անելու իրավասություն չունի, ոչ ունի, Աթեշյանը կարգադրվել է հայ առաքելական եկեղեցում Գարեգին II կողմից եւ եկեղեցական կանոնակարգերում հստակ նշված է, որ առավել ծանր հանցագործության դեպքում, իսկ նրա արածը ես համարում եմ համազգային դավաճանություն, ազգի հանդեպ դավաճանություն, դա ծանրագույն հանցագործություն է, ամենայն հայոց կաթողիկոսը իրավունք ունի օրենքով, եկեղեցական բոլոր կանոնակարգերով նրան կարգալույծ անելու ավելին, հիշենք, որ նախադեպներ կար, երբ որ կարգալույծ արվեց Նախիջևանի եւ Ռուսիո պատրիարք Տիրան Գյուրեղյանը մեր կաթողիկոսի կողմից, այնպես որ այդ պարզաբանումները ինձ համար հասկանալի չեն, հայ համայնքը ինձ հղել է նաեւ ես որ չհրապարակեցի, որովհետեւ սրանք պիտի ճշտվեն, սրանցով պիտի հաստատ ոչ մենք, ուրեմն Աթեշյանի եւ թուրքական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր գործարքների վերաբերյալ բազմաթիվ փաստեր, նրան նվիրված տների, նրան պատկանող ուրեմն ինչ որ ամառանոցների եւ նաեւ Մոսկվայում եւ այլ քաղաքներում նաեւ Էջմիածնում ձեռք բերված ունեցվածքի մասին սա բացարձակապես այլ խնդիր է, սա իրավապահների տիրույթի խնդիր է, ես խոսում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ պնդում եմ, որ մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի Աթեշյանի ոտքը հայկական հողին չդիպչի, երբ որ 100-ամյակին ցեղասպանության տարելիցին, ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հռոմի Պապը ի հիշատակ մեղ զոհերի 1.5 միլիոն Վատիկանում պատարագ է մատուցում, երբ որ մեր եկեղեցին սրբադասում է 1.5 միլիոն զոհերին, Աթեշյանը իր նամակով պղծում է այդ զոհերի հիշատակը, սրբապիղծը իրավունք չունի ոտք գործ դնելու հայկական հող եւ մենք Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները միանալու են բողոքի են բոլոր ակցիաներին, որը վստահաբար լինելու է այս օրերին, որտեղ որքան տեղյակ եմ Աթեշյանը արդեն Մոսկվայում է եւ նա առաջիկա օրերին գալու է Հայաստան եւ ցավոք սրտի այդ օրերին ես Ստրասբուրգում եմ լինելու, թե չէ ես ինքս կմիանայի բողոքի բոլոր ակցիաներին։